ինչ որ վիրավորելու, իմ այս զայրույթը ցույց տալու ամենից հարմար բառը դա եմ գտել։ Հիմա չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, ինչքանով է սխալ, բայց ամեն դեպքում ոստիկանը, երբ որ մտցնում են մեքենա, վարորդը պտտում սկսում է հարվածել, համաձայն եք, այդքան էլ հաճելի բան չէ։ Տեսեք, ճիշտ է այդ։ Ուզում եմ այս բարձաբանել, որ այս կոնտեքստում է եղել ու ես նաև ինչի եմ սա ուզեցել, թույլ տվեք ասեմ մինչև վերջ բարձրնի, ինչի եմ սա ուզեցել նաև դատարանում բարձ լինի, որ տպավորություն չլինի, որ ես բոլոր ոստիկաններին, երբ որ մեքենայի մեջ ասել եմ, նկատի ունեցել բոլորին։ Ես նկատի ունեցել կոնկրետ ոստիկանի, կոնկրետ իր գործողությունների պատճառով։ Պարոն Քոչարյան, տեսեք, գուցե այդ պայն հարվածներ է հասցրել, ինչպես դուք եք ասում, հանկարծակի եւ զայրույթի պայն։ Եվ զայրույթի պայն ցանկացած մեկն էլ կարող է տարբեր կերպ ավելի կոշտ արձագանքել, բայց այդ դատարանի տեսարանը, ցուցադրաբար եւս մեկ անգամ նրան ասել եւ հանրայնացրել, որ հենց կոնկրետ քեզ եմ ասել, կնեք հարցս կնեք վերջացնեմ, էլի։ Կոնկրետ ասել, որ քեզ եմ ասել մուսր եւ դնել կոլաժում ձեզ եւ իրեն արդյոք հրապարակավ այդ ծառայողին նվաստացնելու միտում չէր դա։ Չգիտեմ, ինձ թվում է, գիտեք, այս հարցը բարձրացնելուց նախ դուք պետք է գնահատական տակ ոստիկանի գործողություններին, հետո նոր իմ զայրույթի ընթացքում ասվածին։ Նախ կոլաժում ես չեմ դրել, իմեջում ես դա ինքս չեմ տարածել, եկեք սա իմ վրա մի ուղեք։ Հետո իմիջիալոց նաև, հետո երբ որ դատախազը փորձեց առարկել սրա հետ կապված, դատավորը խնդիր չտեսավ։ Դատավորը նույնիսկ ինքը կրկնեց այդ բառը, ասեց այստեղ ուղղակի փաստական հանգամանքներն ա ուսումնասիրվում եւ պաշտպանի մեղադրյալը, այսինքն ես բացատրություն եմ տալիս այդ գործողություններին։ Հայր ջան, սա չգիտեմ, բարձա։ Պարոն Քոչարյան, դուք ինչպես եք գնահատում արժեի աշխատանքները, արդեն 4-րդ օրն է, որևէ բովանդակային քննարկումը ձեզ ունեցել եք։ Իշխանությունները ասում են պետք է կառուցողական դաշտում աշխատենք, կառուցողական են իշխանությունները։ Եվ ամբողջ այս խոսքը կարծես թե նվիրում է Ռոբերտ Քոչարյանին եւ կառավարման տարիներին։ Չեմ կարծում, որ կառուցողական է։ Հիմնականում գիտեք, այս ելույթները, պատգամավորները բոլորը մենք էլ իրենք էլ օգտագործում են ոչ միայն կոնկրետ թեմայից խոսելու, այլ ընդհանուր տարբեր բաներից ու նորից հետ են գնում նույն վիճակը, երբ որ չի լինում կոնկրետ հարցերին, հարցադրումներին պատասխան, գնում են, չգիտեմ, 30 տարի հետ, 20 տարի հետ, 10 տարի հետ ու փորձում են ինչ որ տեղերում ճիշտ ինչ-որ բաներ մեջ բերելով, շատ դեպքերում նաև սուտ կամ կիսաճշմարտություններով այդ ձևով են փորձում հակազդել այսօրվա արդիական ինչ-որ տրվող հարցերին, այնպես որ ոչ կառուցողական չի իրենց ոչնա այս ամեն ինչը հետ բերել, թեմաները նույն 8 տարի է իշխանության, իսկապես 8 տարի է իշխանության, գրեթե երևի նույն չափ կամ միգուցե ավել, քան Լևոն Տեր-Պետրոսյանն ա եղել իշխանության։ Իսկապես երեք դրա համար է ասում, մեկ տպավորություն պիտի պատտվեմ, տեսնեմ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր նստած է, այս կողմը իշխանությունն է, իրանք ընդդիմությունն են, որովհետև խոսույթը ընդդիմադիրի խոսույթ է, ուսում ես այ մարդ, այսքան բանը մեղադրում ես, 8 տարի է իշխանության ես, կամ ապացուցի կամ ներողություն խնդրի, որ տարածել ես, կամ ասա այսքան մասով ճիշտ էր, այսքան մասով սխալ էր, հակառակ դեպքում չի իհարկե կառուցողական չի, բայց երևի թե իրենք ունեն ինչ-որ հաշվարկ, որ այս աշխատելավոճը, այս անընդհատ այս բանի մեջ պահելը իրանց ընտրողներին միգուցե կարծում են, որ սա է, պետք դրա համար են դա անում։ Քոչարյան, հիմա կներես Ծառուկյանի բիզնեսների շուրջ տեսնում ենք ինչ է կատարում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավի ժամանակ նաև հնչում էր ձեր հոր անունը, ինչ է կարծում նաև ձեր բիզնեսներին, ձեր ունեցվածքի նույն ճակատագրին կարժանանա թե ոչ եւ ինչ է կանելու այդ դեպքում։ Տեսեք, մեր ունեցվածքի հետ կապված նարեկ, թե դուք, թե շատ լրագրողներ, թե գրեթե բոլոր պատգամավորները միշտ այսպես սա պահում են բանի թեմա, առանցքային թեմա։ Մենք այնինչ ունենք օրինական ճանապարհով, ես ասել եմ եւ ամբիոնից, եւ հիմա եմ հայտարարում, եւ ամեն ինչը հիմա դատական process է գնում, այս ամեն ինչը ցույց տալու ենք բնականաբար։ Ոչինչից չենք հրաժարվել, այնինչ կա մեր անունով գրանցված, ոչ մի քողարկված ոչինչ չկա եւ նորից կրկնեմ, եթե խնդիր լիներ ու նպատակ լիներ ունեցված
Իսկապես այս ամբողջ պատմությունների մեջ չէինք մտնելու, կարող ենք վաճառել, հանգիստ թողնել գնալ, այսինքն եթե գերնպատակը լիներ ինչ որ ունեցվածք հայել։ Մենք այս պայքարի մեջ լինելով նաև գիտակցել ենք, որ մեր դիմաց ոչ թե օրենքնագործում, այլ մի մարդու ցանկություն SMS-ներով դատավորներ նշանակել, ազատ մի խոսքով գիտեք նոր բան չանցել։ Այստեղ չէ, ինչ եմ ասում։ Toyota-ի մոտ Երևանի քաղաքապետարանի դրոշտապատան կամ Նայիրին Շուլցի մոտ ինչ եք անել։ Որ համբերես կասեմ։ Ուզում եմ ասեմ, մենք այս պայքարի մեջ մտնելով հասկանում ենք, որ ձեր ասած այնինչ դուք ասում եք, այնինչ այն լկտիությունը իսկապես էս բառը թույլ կտամ ինձ օգտագործել, տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ կապված, մենք շատ լավ հասկանում ենք, որ սա բոլորի հետ կարող է լինի, առավել եւս մեր հետ։ Բայց այս պայքարը ունեցվածքի մասին չի, այս պայքարը ինչ որ բան, ինչ որ ավել ունենալու մասին չի, այլ ավելի խորը գաղափարական պայքար է գնում ու այո, գիտակցում ենք, որ այս ամեն ինչը կարող է լինել, ի վերջո շատ ենք տեսել ապօրինություններ, թե կալանքի տեսքով, թե մնացած նաև էս պատրաստենք 18 թվից հետո մեր կյանք շատ ուրիշ ռեժիմի մեջ է ընթանում, շատ բաների մասին, որում մենք չենք բարձրաձայնում, չենք խոսում, շատ նաև էմոցիոնալ բաղադրիչ է, ընտանիքի երեխաների, գիտեք, այս ամեն ինչը մենք այսպես չենք սրտաճմլիկ ներկայացնում, բայց շատ հսկա ճնշում կա, իհարկե, այսօր ընդդիմադիր լինելը, առավել եւս ընդդիմադիր падգամավոր լինելը ինչ որ արտոնություն չի, ինչ որ հաճույք չի, ինչ որ սա այն ժամանակները չի, որ ընդդիմություն իշխանություն մի տեսակ միշտ այս սրությունը չկար երբեք ու այս կարգի հարցակումը, այս կարգի ապօրինությունները տակ ես մտնում, երբ որ դու այս իրավիճակում ես, բարձրաձայնում ես խոսում ես։